Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Առաջին հայացքից սովորական թվացող հագուստը եւ ոճը շատ ավելին է խոսում մեր մասին, քան կարծում ենք։ Այն միայն ճաշակի արտահայտում չէ, այլ խորը հոգեբանական գործընթաց, որն արտահայտում է մեր անձը, ներաշխարհը եւ ընկալումը շրջակա միջավայրի նկատմամբ։ Բարև ձեզ, ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք կամ ամաչում եք բարձրաձայնել, կամ չգիտեք ում դիմել։ Այսօրվա իմ հյուրն է ոճաբան իմիջմեյքեր Սիրա Մինասյանը։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Այսօր մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայի մասին՝ տղամարդու ոճի եւ սեքսուալության։ Այո։ Առաջին հարցը, որից ուզում եմ ձեզ տամ, արդյոք կապ կա տղամարդու ինքնավստահության, հագուստի ոճի եւ սեքսուալության միջև։ Իհարկե ունի ուղիղ կապ մարդու, տղամարդու մեր պարագայում տեսքը, արտաքինը, հագուստը իր դրսևորման մեջ, ինչի մեջ նաև մտնում է սեքսուալությունը։ Կյանքի բոլոր ոլորտներին է ազդում ոչ միայն ներքինը, այլ նաև արտաքին կերպարը եւ ինքնավստահություն կարող է ներշնչել եւ նաоборот, այսինքն թույլատնի քեզ քո ոնց որ ասած պոզիցիան քեզ թույլատնի, եթե դու վստահ ես քո հետորվա լուքի վրա։ Ու դա գալիս է արդեն հոգեբանական պահանջներից, թե դու ինչ պահանջ ունես սկզբից հոգեբանական, հետո նոր ֆիզիկական, այսինքն ինչ պլյուսներ, ոնց է կոչվում, достоинства и недостатки, որ կարող ես ընդգծել կամ ընդհակառակը փակել։ Այդ ամեն ինչը լրացնելով հագուստով դու կարող ես լինել համ ինքդ քո վրա վստահ, համ էլ քեզ որ ընկալեն քեզ որպես սեքսուալնի, ասենց ասեմ։ Պատահական չէ, որ ես հաղորդման սկզբում նշեցի, որ հագուստը ոճը մեր ներաշխարհի արտահայտման միջոցներից մեկն է։ Անշուշտ։ Սիրա, կա արդյոք կապ հագուստի ընտրության, ոճի եւ խառնվածքի ու բնավորության միջև։ Իհարկե կա, մենք կարող ենք սենց տպավորիչ օրինակներով բերել մի քանի սենց տարբերակներ ու ինքներս գալ այն մտքին, որ իրոք կապ խառնվածքի ու մարդու ոճի հետ։ Եթե դուք նկատել եք ավելի պեդանտ մարդիկ, չէ, ովքեր որ ուշադրություն են դարձնում իրանց ամեն ինչի իրերից, սկսած ոնց է դասավորված, այո, տենց ավելի պունկտուալնի են եւ այլն, չեք նկատի իրենց արտաքնում որևէ խառնաշփոթություն։ Իրանք ձգտում են ավելի կոկիկություն նաև իրենց արտաքինին, այսինքն եթե դա վերնաշապիկ է, դա իհարկե պետք է լինի իդեալական հարթուկված, այո, եթե օձիքները ասենց լավ կանգնած, եթե դա ասենք կոստյում է, կոստյումն էլ կան հատուկ, իդեպ ոչ շատ նեղլիկ եւ ոչ շատ լայնոտ, այսինքն ճիշտ ֆիգուրայով։ Ես նկատել եմ նաեւ, որ պեդանտ մարդիկ լավ հետևում են իրենց կազմվածքին, այսինքն ամենուրեք է դա ոնց որ այդ նաեւ առողջական է երևի թե անպայման շատ բծախնդիր են ու այդ բծախնդրությունը փոխանցվում է իհարկե հագուստին։ Այստեղ այլ բան է թե այդ հագուստը ոճային է մեզ համար թե ոչ, բայց իհարկե կարելի է միանգամից գուշակել, որ այս մարդը скорее всего ինքը պեդանտ է։ Եթե մենք խոսենք սպորտային խառնվածքի մասին, ասենք ով որ ավելի ակտիվ կյանք է վարում, ով որ ավելի պրագմատիկ է դաժե, իհարկե իրանք սիրում են ավելի ազատ դրսևորում ու իհարկե իրանց հագուստը պետք է չկաշկանդի ու նաև այդ բնորոշ իրենց այդ ակտիվությունը փոխանցվում է նաև ազատ հագուստի մեջ սպորտային արդեն մի քիչ գույներին եթե մենք տեսնենք ինչ գույն է մարդը հագնում ավելի կոնկրետ կարող ենք հասկանալ այդ մարդուց էլ ավելին բացի նրանից որ ինքը ավելի ազատ է ու ավելի sense պրակտիկ է իր կյանքում էլի Ես կուզեի մի քանի օրինակ բերեի գույների հետ կապված, շատ հետաքրքիր կլինի կարծում եմ մեր հետևորդներին, որ հասկանան գույնի ընտրությունը ինչքանով կարող է կապված լինել հոգեվիճակի հետ։ Ես պարբերաբար անում եմ տարբեր տեստեր սոցիալական ու հարց եմ տալիս, թե այս գույնը ձեզ դուք ոնց եք ընկալում, ինչ ասոցիացիա է գալիս այս գույնը նայելիս ձեր մտքում, որովհետև դա
ամենաճիշտ տարբերակն է հասկանաս, թե քանակային առումով ինչքան մարդու մոտ բնորոշ են, ասենք կապույտ գույնի հետ ասոցացնել վստահությունը, ավելի կամ կոնսերվատիզմը, չնայած որ կոնսերվատիզմին ավելի ձգտում են շագանակագույն մուգ բարդովի գույնող նախասիրություններ ունեցողները, բայց սովորաբար այդ կապույտ երանգն է ներշնչում թե կանանց թե տղամարդկանցի դեպ, այդ վստահությունը, ստաբիլությունը ու դիլավիտեստ, որ ասում են, այնց ավելի տրամադրված, որ դու գործի մարդ ես, այո, դա գալիս է նաև նրանից, որ մենք փոքր ժամանակվանից դպրոցներում եւ այլն մենք գիտենք, որ կապույտ գույնը դա նաև համազգեստի է, գիտենք, որ շատ ունիֆորմաներ համակարգերում, այսինքն, например, ոստիկանությունում կամ ինչ-որ միտեղ նաև այդ կապույտ գույնը, այսինքն դա դիսցիպլինա է նաև, ինքը շատ բաներ է մարդուն ներշնչում ու շատ բաները մենք վերցնում ենք նաև բնությունից ենք վերցնում ես, որովհետև կապույտ ծովը մեզ հանգստություն է ներշնչում, այո, ի սկզբանե մենք բացազնանիով, ենթագիտակցությունով մենք սկզբից գնում ենք դեպի ամենաճիշտ ինստինկտներին, դեպի բնությանը, հետո արդեն թե ոնց ենք, ինչ միջավայրում ենք մեծացել ու այդ գույնը մեզ ոնց է ընկալվել, հետաքրքիր է նաև, որ 13 տարեկան տղաները, ովքեր որ բիզնես ակումբում են եղել ու ես իրենց բիզնես մայստեր կլաս էի տալիս հագուստի պահով, հենց կապույտ գույնի մասին հարցեր տվեցի ու երեխաները 13 տարի կիսվեցին երկու մասի, ում որ շատ դուր էր գալիս կապույտ գույնը ու ում որ դուր չէր գալիս, որովհետև իրանց մոտ ասոցացվում էր դպրոցի հետ, այո։ Դրա համար իհարկե դա պետք է մենք գնանք, թե ասոցիացիաներից ելնելով այդ գույնը մարդուն ինչ է ներշնչում ու ըստ դրա մենք կհասկանանք, թե ոնց է իր համար կապույտ գույնը, օրինակ եմ բերում, որովհետև կապույտը բավականին տարածված, այո, տարածված է։ Դրանից հետո իհարկե գալիս են էլի բնորոշ սպիտակ սև գույները, որը որ միշտ սենց գիտեք ինչ են առաջացնում противоречивые цвета, հակասություններ, այո, սպիտակն ու սևը, որովհետև շատ ժամանակ բոլորին չէ իհարկե, մեծամասնությանը թվում է, թե սպիտակն ու սևը դա հեշտ գույներ են, ու ինչի հետ որ կարող է մարդ աշխատի ու տենց հեշտ հարցի լուծում տա, բայց իրականում սև ու սպիտակը դա բարդագույն գույներն են, որովհետև սպիտակն ու սևը իրար հետ դա շատ օֆիցիալնի է լինում կամ լինում է ավելի խորհրդավոր եւ այլն, ու իր բալանսը պահելուց կարող ես դու շատ բան փոխես, թե ինչ մեսիջ ես դու ուղարկում քո ապանյենտին, դա գործնական հանդիպում լինի, թե կոկտեյլ լինի, թե ուրիշ միջոցառում լինի, այդ սպիտակ ու սևի բալանսը միշտ պետք է ճիշտ պահել, որ ճիշտ էմոցիա փոխանցես։ Ու նաև կոնտրաստնի այդ սպիտակ ու սև գույնը նաև բարդ է, որովհետև ոչ բոլորին է ուժեղ կոնտրաստները սազում։ Դրա համար եթե զգում են, որ սև ու սպիտակը իր կոնտրաստը չի, թող ոնց որ խորհուրդ կտամ փոխարինել մուգ կապույտով, կամ մոխրագույնով, կամ շագանակագույնով։ Այդ գույները կարող են հանգիստ փոխարինել։ Բայց օրինակ մեր տղամարդիկ շատ են սիրում սև գույնի։ Ու գրեթե բոլորի մոտ գերակշռ մասը կազմում է զգեստապահարանի սևը։ Այո։ Ինչ կասեք մեր հայ տղամարդկանց այդ ասոցիացիայի մասին։ Սևը իհարկե դա շատ շերտավոր է պսիխոլոգիչեսկի իր մեջ բան պարունակում։ Սևը դա կարող է լինի նաև շատ պրակտիկ ու կարող է լինի ընդհանրապես ոչ պրակտիկ։ Սևի մեջ կան երանգներ, որը իսպար ես խորհուրդ չէի տա օգտվել, դա ասենց դեղին մի քիչ դեղնավուն սևն է փայլող։ Խոսքը սեքսուալության մասին է, այո, դա ասեքսուալ նայվում ցանկացած պարագայում, բայց սև գույնը իհարկե դա սեքսուալնի գույն է համարվում, թե կանանց, թե տղամարդկանց համար։ Մենք շատ լավ գիտենք թե մալինկայի չորնոյ պլատյայի մասին, թե սև գույնի կոկտեյլային այսինքն զգեստերի մասին, թե տղամարդկանց, թե կանանց, բայց խոսքը հիմա տղամարդկանց մասին է, տղամարդկանց ոնց որ օֆիցիալնի, ոնց որ ներկայացուցիչ, որ դու ավելի ներկայացուցիչ ու ավելի ազդեցիկ լինես, իհարկե դա բնորոշ է սև գույնին, բայց սև գույնով ոնց որ ասած գերակշռել քո զգեստապահարանը, դա ուղղակի սահմանափակում է։ Սահմանափակում է նաև, որովհետև գույները դա լեզու են ու ոնց որ մարդ չուզենա տարբեր լեզվով, ոնց որ տարբեր մարդկանց որևէ բան փոխանցի, ոնց որ մենակ սևի մեջ է մնում։
Քանի որ խոսեցինք սևից, իսկ մեր ընդհանրապես տղամարդիկ շատ են սիրում սև գույնի ներքնազգեստները, բոլորին դա հայտնի է։ Ինչ կասեք տղամարդկանց ներքնազգեստների տեսակի գույնի մասին։ Սևը իհարկե ներքնազգեստների համար նամանավանդ բավականին պրակտիկա, բայց ոչ ամռան, եթե իհարկե տղամարդու զգեստապահարանը բաղկացած է մուգ գույներից սև ներքնազգեստ կրելը դա խնդիր չի, բայց սյոտքի գալիս է ամառ ու եթե թափանցում է մուգ գույնի ներքնազգեստը, դա այդքան էլ էթիկայի մեջ չի գտնում։ Իսկ կանանց աչքերով սևը էլի սեքսուալ է տղամարդկանց պարագայում։ Այո, սևն էլ, մուգ կապույտն էլ, կանաչն էլ, սերին էլ, մոխրագույնն էլ, դա էլեգանտ ու շատ բան գույներ են, sense գրավիչ, որոնք կարող են կիրառվել, այստեղ արդեն գալիս է ներքնազգեստի ֆորմայից, որը որ կա իհարկե շատ ավելի պոպուլարնի բոքսեր ֆորմայի ներքնազգեստ, որը որ համ ոնց որ ազատություն է տալիս, բայց համ էլ ինչ որ ձև ռելիեֆ է ընդգծում ու ավելի ազատ նկատի ունեմ ավելի համարձակ տեսակը ավելի տրուսիկի ձև, ոնց որ որը որ միայն ուղղված է ընդգծելու ռելիեֆները ու ավելի ազատ տարբերակները, որի վրա ցանկալի չի լինել ինչ որ չնայած այդ ոչ թե ցանկալի չի, այստեղ մարդու էլի հոգեվիճակից ու ոչից է կախված, որովհետև տարբեր ներքնազգեստներ են լինում, ընդ որում բավականին զվարճալի գրվածքներով էլ, բայց այտենց խայտաբղետ ինչ որ խայտաբղետ օրնամենտներով կամ ինչ որ լոգոներ, որոնք որ շատ հաճախակի տղամարդիկ մտածում են, որ եթե լոգո է ինչ որ միտեղ խփած դա է ինչ որ սեքսուալության նշան, դե իհարկե ոչ, առաջի սեքսուալության նշանը նա է, որ դու հագնես այն ինչը որ քեզ չի խանգարի ու չի քեզ կաշկանդի լոգո։ Առաջին հերթին քեզ դուր կգա։ Այո, իհարկե։ Ցանկացած իրավիճակից ելնելով մենք պետքա առաջնորդվենք մեր հարմարավետությանը ու մեզ ինչն է մեզ սազում ու ինչն է մեզ յուրահատկությունը ընդգծում։ Եթե մենք խոսենք տարբեր իրերի մասին, արդեն յուրահատուկ կարող ենք ասենք, կարող է մեկին սազում է վադալասկա, իսկ մեկին վերնյաշապիկ, ասենք երկու կոճակ արձակած ոչ պաշտոնական, չէ՞։ Եթե խոսքը ավելի սեքսուալի մթնոլորտի մասին է, ոչ թե ինչ որ պաշտոնական տենց վխդների մասին է խոսքը, մեկին ասում եմ կարող է վադալասկա սազի, որովհետև ինքը ունի նենց կազմվածք, որ իրան թույլ է տալիս դա, բայց մեկին կարող է վերնաշապիկն է ավելի սազական, ինչ որ մի ավելի ոչ պաշտոնական բլեյզերով, например, ոչ թե տենց կոստյումի պիջակով, այլ ասենք բլեյզերով այդ ժամանակ դու կարող ես ոնց որ համ ֆիգուրատ ոնց որ մարմնակազմությունը շտկես գեոմետրիաներով, ճիշտ, նաև կարող ես համ ոչ ավելացնես, այսինքն իրականում ոճը օգտագործող մարդը շատ ավելի շատ առավելություններ ունի իրան իրաձև ոնց ինքը ուզի իրան տենց մատուցի, քան նավարոտ, այսինքն ինքը բարթացնի իր վիճակը։ Արդյոք նորաձևության առաջնորդվելու դեպքում հաշվի են առնում նաև որոշ բժշկական, այսպես ասենք, խորհուրդներ։ Օրինակ տղամարդկանց պարագայում ուրոլոգները, սեքսոլոգները խորհուրդ չեն տալիս, որ տղամարդիկ կրեն շատ քիփ շալվարներ, որովհետև դա առաջացնում է ծառական օրգաններում խնդիրներ։ Նույնը խոսքը նաև ներքնազգեստի մասին է, հա։ Նորաձևության մեջ կա ինչ որ կրիտերիաներ, որոնք հաշվի են առնում նաև առողջականին վնաս չհասցնելը։ Նորաձևության մեջ դա կա, բայց ոչ բոլոր բրենդերն են դրան հետևում։ Կան բրենդեր ուղղակի ուղղվածության հենց իմенно առողջական կրիտերիաներով առաջնորդվելով, բայց կան բրենդեր ուղղակի ոնց որ տրենդային են։ Իրանց համար հիմա տրենդը, ասենք skinny jeans-ը, իրենք skinny են արտադրում։ Առողջությունը արդեն մարդու ոնց որ ինքնուրույն, այո, ինքնուրույն որոշումն է, բայց հետաքրքիր բան էլի, եթե մենք գնանք բնությանը, եթե վերցնենք հենց նույն skinny-ին, որը որ խորհուրդ չի տրվում տղամարդկանց, նույն ձևի ոնց որ բնությունը քեզ ասի, որ այդ քոնը չի տղամարդ ջան, այդ skinny jeans-ը դու մի հայտ շալվարներ հագնել։ Այսինքն բնությունն է թելադրում։ Ես միշտ կողմ եմ նրան, որ եթե մենք չենք իմանում ոնց շարժվենք, մի հատ ոնց որ սենց շպարգալկա վերցնենք բնությունից, թե ոնց է իրականում ինչի համար է դա արվում, հագուստը ինչի համար է։ Քեզ քո ասենք կոնքերը, տալիան, ուսերը, ինչ պրոպորցիաներ են, քեզ այս պրոպորցիա։ Այո։ Միշտ այդ ընդգծելու պահը պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ մեկին թվում է, որ այդ պահը, դապուստիմ, անձին թվում է, որ իրան այս բնորոշ բանը իր, ասենք, առավելությունն է, 35% կանայք դա
չեն ընդունում որպես առավելություն։ Այսինքն այդ մարդը պետքա գտնի յուրահատուկ ինչ-որ մեկին, որ նույնպես հավանում է դա որպես առավելություն։ Դա կարա լինի, չգիտեմ, տենց հատուկ յուրահատուկ բաներ, էլի, որ մարդու առանձնահատկությունն են։ Բայց ի սկզբանե ինքը ոնց որ պետքա ներկայանա նենց ոնց որ ընդունված է обществայում։ Մինչև դու մարդուն չես ճանաչում, մինչև մարդուն չես իմանում իր նախասիրությունները, նոր դու ոնց որ իրար հետ это же игра, мода это же игра, ու մինչև ոնց որ դուրս ես գալիս դու քո այդ առաջի սվիդանիայից մինչև վերջի օրեր, դու մինչև մարդուն ճանաչում ես, նոր սկսում եք դաշը իրար վրա ազդել, հենց գույնային, փոչային, այո։ Ու այդ ամեն ինչը գալիս է հենց այդ առաջի ճիշտ ներկայանալուց, թե ոնց ես դու դրսևորում, որ մարդը քեզանից միայն ստանա այդ իր աչքի դրական, իր ուղեղի մեջ այդ ստանդարտները, իհարկե առանձնահատկություններով, ես ոչ մի ձև որպես ոճաբան դեմ եմ sense շաբլոն տեսակներին յուրահատկությունը, բայց դա արվում է դետալներով, գույներով եւ մնալով կոկիկ ու այդ կարգի մեջ, որ ընդունված է, էլի միջավայրում։ Խոսեցիք առաջին հանդիպումից, եկեք ասեք ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց, որ հագնեն առաջին հանդիպմանը, որը ավելի կընդգծի տղամարդկությունը, ավելի սեքսուալ կլինեն։ Հետաքրքիր բան ասեմ, այդ ամենա իմ կյանքի հասունացման ժամանակ որ գնում էի արդեն առաջի սվիդանկաներին, մեզ թվում էր, որ մենք առաջի սվիդանկային, ես կներեք տենց շատ սլենգով ասեմ, էլի, այդ առաջի ժամադրությանը պետքա հագնես ամենաճոխը, ամենալավը, համ պետքա մազերից սանրված կլինի, այո, համ մեյքափը, համ շորը, համ կաբլուկները, ոբշե մի խոսքով ֆուլ։ Հետո դե տարիների ընթացքում ինչքան որ մենք ծանոթացանք հոգեբանների բաների հետ, այդ սոցապրոսների ու եւ մնացած իսլեդովանյաների հետ, իմացանք, որ առաջի հանդիպմանը պետք չի ճոխ հագնվել։ Այսինքն պետք չի ամենալավ բաները միանգամից sense առաջի հայացքից sense հանել ու ցույց տալ։ Դա կլինի կակին թե դա լինի տղամարդ, միշտ հիշեք, որ պետքա լինի միջին ճոխության, այսինքն դա պետքա առաջի մի քանի բանը դա պետքա լինի իհարկե կոկիկ, բուրավետ, ոչ sense եթե սվիտեր եք հագնում տրիկոտաժը դա պետքա լինի ոչ կատышկաներով, եթե հագնում եք վերնաշապիկ նամանավանդ բաց գույների, պետքա օծիքը իհարկե լինի մաքուր, որովհետև տենց բաներին առաջին եկին ուշադրություն դարձնում։ Իսկ հենց եթե մենք խոսենք մոդայի մասին, առանձնահատուկ իրերի, իհարկե դա սկինի ջինսերն են, որը իսպար չի կարելի հագնել, որովհետև նախ սկինին դա տղամարդկությունը ոնց որ տղամարդության, այո, առնականությունը վնասող բանա, ես ոչ մեկի հələ չեմ տեսել, եթե դա ոնց միշտ ասում եմ, եթե դու 18 տարեկան մոդել չես, քեզ սկինի չի սազում։ Որովհետև սկինին ինքը իրանով իր պրոպորցիաները նենց է, որ ամեն ինչը սարքում շատ այո, հատուկ ու դա այսինքն կոնկրետ լասինայի տպավորություն են թողում, ինչքանով է հաճելի դու գնաս առաջին հանդիպման մի տղամարդու հետ, ով որ գրեթե լասինաներով է եկել ու իհարկե ու իհարկե դա նայա որ շատերի մոտ լինում է որ ջինսը օրինակ կամ շալվարը վասնանում է ջինսերն է ու սկինի ջինսերն են երբ չեն կոճկում նորմալ իր գոտկատեղը չեն փակում ու ինչ որ փորի կամ մեջքի հատված է բացվում կրկնակի ծալքեր են առաջացնում համ ծալքեր են առաջացնում համ էլ դա հիգիենայից դուրս է դու չես կարող առաջի հանդիպմանը քո մարմնից ինչ որ մի հատված ցույց տաս եթե դա ընդունված ձեռքերի մասին չի խոսքը կամ եթե կնոջ բարագայում դեկոլտե չի ինտիմության սահմանի մասին այո դա իմ համար ու շատ կանանց համար դա ոնց որ տաբու է այսինքն տղամարդիկ ովքեր որ հագնում են սկինի պետքա ուշադրություն դարձնեն ոչ այն փոքր զանգվածային մասին է խոսքը, էլի եմ ասում մոդելնի կամ ինչ որ տենց փոքր մասայի մասին, ովքեր որ տենց հատուկ նախասիրություններ ունեն, այլ ավելի շռայլ սենց մասաների մասին է խոսքը։ Իհարկե, չէ, սկինին դա ընդունված չի։ Ավելի ֆիգուրան ընդգծող, այսինքն կազմվածքը ընդգծող, կարելի ավելի լինի դա ոչ լայն, ավելի քիփլիկ շալվար լինի, բայց slim fit, բայց ոչ տենց քիփլիկ։ Ազատ զգացողության
պարագան, որ մարդ կաշկանդված չզգա, դա կարող է լինի ջինս, դա կարող է լինի ավելի կլասիկ շալվար, բայց եթե կլասիկ շալվարը համատեղել վերնաշապիկով ու ասենք, չգիտեմ, ժակետով կամ ուղղակի ինչ-որ ավելի կոտրող թեկուզ ջինսով կայով, դա ավելի հետաքրքիր է նայվում, քան շատ օֆիցիալին կամ ընդհակառակը մյուս ծայրահեղությունը բավականին սպորտային։ Չի կարելի առաջի հանդիպմանը ներկայանալ ծայրահեղ վիճակներում։ Միշտ պետք է գտնել այդ ոսկե միջինը ընդգծելով քո յուրահատկությունը։ Դա կարող է լինի գոտի, դա կարող է լինի ժամացույց, դա կարող է լինի իհարկե ակսեսուարներ, այո, դա կարող է լինի կոշիկ, որը որ շատ է ձեզ դուր գալիս, դա կարող է նաև լինի սպորտային կոշիկ, բայց ոչ տրենիրովիչնի, այսինքն դա պետք է համահունչ լինի արդեն քո վերևինի հետ։ Կան top 5 հագուստներ եւ իրեր, որոնք խորհուրդ կտաք տղամարդիկ օգտագործեն։ Հենց առաջի հանդիպմանը թե ընդհանրապես առհասարակ։ Իհարկե ջինսը դա ես միշտ ասում եմ, որ ջինսի գույնից ու իր կրոյից, իր ձևից կարելի է գուշակել այդ տղամարդը ընդհանուր առմամբ ինչքան բան գիտի կամ չգիտի։ Որովհետև ես մեծացել եմ այնց ընտանիքում միջավայրում, որտեղ մենք շատ ուշադրություն էինք դարձնում կարերի ճիշտ ոնց որ ուղղվածությանը, ոնց է նստում, գրպանները ճիշտ հատվածում են գտնվում, թե ոչ, ճիշտ են քո ոնց որ տելոսլաժենյան մատուցում, թե պրոպորցիաներն են խախտում։ Իհարկե ջինսերը լինում են տարբեր ֆորմաների, տարբեր կառուցվածքների համար, պետքա նույնիսկ ոճաբանը խորհուրդ կարող է տալ, թե որ ֆորման ավելի շատ հենց կսազի կոնկրետ տղամարդուն այս կառուցվածքի, բայց այդ ուղիղ ոչ շատ քիփ ու ոչ շատ լայն լավ որակի ջինսերը դա must են բոլոր գարդերոբների համար։ Սա առաջինը։ Երկրորդը սպիտակ վերնաշապիկ։ Սպիտակ վերնաշապիկը դա շատ ունիվերսալնի բան է, որը որ կարող է իդեալական համատեղվի թե կլասիկ ոճի մեջ, թե ջինսերի հետ, դե տղամարդկանց պարագայում կլասիկայի ու ջինսերի մեջ ենք տատանվում, կամ էլ ասենք ավելի չինոս տարբերակներ, ավելի ամառային տարբերակների մեջ, ինչ որ տենց մատերիալի։ Սպիտակ վերնաշապիկը պետք է ունենալ ու միշտ հետևել, որ հենց ինքը տեսքից ընկնում է, եթե մենք մեկ իրի մասին ենք խոսում, ոչ թե ասենք, որ սպիտակ վերնաշապիկը կարող է լինի մի քանի, մեկը ավելի պրիտալինի, մեկը ավելի ուղիղ։ Ուրեմն սպիտակ վերնաշապիկը պարտադիր պետքա խնամվի նենց, որ օձիքը ու մանժետները միշտ լինեն նենց, որ եթե լվացքից հետո դուք տեսնում եք, որ այդ հետքերը չեն անցնում օձիքից ու մանժետից, ուրեմն այդ սպիտակ վերնաշապիկը հագնելու չի, պետք է փոխարինել։ Ու իդեպ ասեմ, ցանկացած վերնաշապիկ հագնելիս պետք է նայել, որ սենց շատ զիգ չլինի, որ սենց կոճակները բացվեն։ Ու իհարկե նախընտրելի է, որ սպիտակ վերնաշապիկի տակից սպիտակ մայիչկաներ հագնել, դա ավելի էսթետիկ է նայվում, իսկ եթե ամառ է ու դու ամառվա քո վերնաշապիկը սպիտակ դա ավելի լյոն է, и так далее, իհարկե դա արդեն նախասիրություններից է կախված, կարելի է չկրել, որովհետև լյոնը ինքը իրանով համարվում է ամառվա, այո։ Երրորդը դա իհարկե իդեալական կոստյումն է, տղամարդը առանց կոստյում, ոնց որ կինը առանց կաբլուկ, չի կարող տենց բան լինի։ Մենք բոլորս ունենք այնց իդեալական կաբլուկներ, որոնց սիրում ենք, տղամարդիկ էլ պետք է ունենան իրենց իդեալական պիջակը, ոնց որ կոստյումը, то есть դվոյկան ու մի հատ էլ ցանկալի է իհարկե առանց կոստյումի դվոյկայից առանձի պիջակ ունենալ, տարբեր ֆակտուրաներից, կտորներից, բայց այդ իդեալական պիջակը դա պրոստը անփոխարինելի իր է, որի մասին իմ կարծիքն է, որ ոչ մի ավելորդ բան չեմ կարող ասել, բոլորը ինձ թվում է պատկերացնում են դա ինչ է։ Ավելի, ով որ ասենք մի քիչ կազմվածքը ավելի սենց լիքոտ է, ասենք փորի խնդիր կա եւ այլն, դուղբորտնի կոստյումներն են փրկում այդ սիտուացիան, դուղբորտնի կոստյումները հատուկ ստեղծված են, որ ֆիգուրան անել ավելի ընդգծված ու ավելի ոնց որ ստեղծեն այդ բանի քիչ աբյոմի տեսակը բանի տալիայի։ Այո, իսկ 2-3 կոճականիները արդեն կախված է մարդու բոյից։ Եթե տղամարդը մի քիչ շատ ռոստի հետ, բոյի հետ խնդիր ունի, 3 կոճականիները իրեն կարող է ավելի ցածրացնել, այո։ Դրա համար կարճացնեմ։
Մի հետաքրքիր բան եմ նկատել եւ կանայքել են դրա մասին բարձրաձայնում, որ կոստյումները կնոջ համար ավելի սեքսուալ տեսք են տալիս տղամարդուն, քան ջինսային եւ մնացած ոճի հագուստը։ Կարծում եմ, որ դա կախված է ոչ թե սեքսուալնիստի հետ, այլ իրանց ավելի շուտ խարիզմայի հետ, որովհետեւ տղամարդը կոստյումով ու օֆիցիալի տեսքով ներշնչում է всё-таки վստահություն ու հաջողակություն, այսպես ասած, успешность, որ ասում են, այդ շլեյֆն է ավելի շատ խոսում, բայց որպես սեքսուալնեստ, այստեղ կարող է տղամարդը այդ կոստյումով լինի սեքսուալնի, կարող է եւ չլինի, այսինքն կարող է։ Ես նշեցի, որ կանանց աչքերով այդպես երևում, հա։ Հա, դե իմ կարծիքով, որ պիջակը, կոստյումը հագած տղամարդը առաջի սվիդանկային դա տարօրինակ է իմ համար, ուրեմն պետք է ինքը ինչ-որ կարևոր հանդիպումից գործնական հանդիպումից հետո պետք է գա քո առաջի հանդիպմանը, որ տենց օֆիցիալի տեսք ունեն, հա։ Ես տղամարդկանց կոստյումով համարում եմ ավելի ուղղակի կայացած ու ավելի խարիզմատիկ ու ուժեղ։ Դա ուժեղության, եթե մենք խոսենք, որ կանանց ուժեղ տղամարդիկ ձգում են ու իրանք ուժեղ տղամարդու մեջ են սեքսուալնիստ տեսնում, ապա այո, բայց առաջի հանդիպման ժամանակ, եթե ես տեսնեի տղամարդուն տենց օֆիցիալի կերպարով, իմ մոտ երկու տարբերակ էր լինելու, մեկը կամ ինքը իրոք շատ զբաղված է ու դրանից հետո է եկել, երկրորդը, որ ինքը старая дева просто в мужском виде։ Կարելի է խուսափել այդ ծայրահեղություններից, երրորդ հանդիպման ժամանակ այդ առնականությունը ցույց տալ, այսինքն կամ այդ դիլավիտեստ կամ ուժը, կամ այդ որ ես շատ զբաղված եմ, ես ամբողջ օրը այս հանդիպումից այն հանդիպում եմ գնում, դրա համար ես ամբողջ օրը պիջակներով եմ կամ կոստյումներով եմ։ Դեպքում հա, բայց մենք չենք ոնց որ հանում չենք հանում մեր 5 տոպ իրերից իհարկե դա ոնց կարելի է ասում տղամարդը առանց կոստյումի դա ոնց որ կինը առանց բարձրակրում կոշիկների դա չի կարող լինել էլի եթե պատկերացնենք որ ջինսի հետ մենք կաբլուկ ենք հագնում ու զգում ենք մեզ այլ ձև ու բոթասի հետ լրիվ ուրիշ ձև ենք մենք զգում պարզա չէ որ այո կաբլուկը շատ դեր խաղում նույնը ոնց որ պիջակն ու կոստյումը չորրորդը իհարկե դա սպիտակ t-shirt-ն է էլի ինչի համար ես մի անգամից ինչ որ ես ասում եմ top 5 ես ուղղակի մի անգամից պատկերացնում եմ այդ մինի միկրո կապսուլա եմ հենց այս պահին ստեղծում այսինքն բազային բաներ որոնք իրար միջև կարող են խոսել ու օգնել սպիտակ t-shirt-ները դա նույնպես շատ օգտակար ու շատ փրկարար բաներ են գարդիրոբում, որը որ պետք է գա։ Հիմա ինչ որ մեկը կարող է ոչ թե սպիտակ է ուզում, այլ կաթնագույն է ուզում կամ ասենք շատ բաց լիմոննի գույն։ Դա էլ է կիրառելի գույներից արդեն մնացած գարդիրոբի գույներից կախված։ Ու 5-րդը դա իհարկե շատ դա կոշիկն է, որը որ պետք է համապատասխանի այդ քո այդ 5 բանին, այսինքն ես նախընտրում եմ սենց ոչ շատ կլասիկ եւ ոչ շատ ազատ ոճի կաշվե մուկ շագանակագույն սենց բատինկաներ մուժսկոյ շնուրոկներով կլասիկ ոչ շատ կլասիկ ոչ շատ ազատ որովհետեւ դա կարող է եւ կոստյումի հետ լինի եւ ջինսի հետ ու ինքը вообще ընդհանուր առմամբ սենց ասեմ փրկությունն է նաեւ տղամարդկանց գարդիրոբի մեջ որովհետեւ այդ գույնը շատերը սև են դեպի գնում բայց մուկ շագանակագույնը ավելի կիրառելի է որովհետեւ համ ջինսի հետ է ինքը ավելի լավն է համ կոստյումների հետ հա դրա համար սենց ինչ ասեցի մի անգամից երկու ուղղվածություն ասեցի որ այդ 5 իրի մեջ դուք պատկերացնեք որ բոլորի հետ համահունչ համապատասխանում են։ Սիրա շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր։ Հուսով եմ մեր հեռուստադիտողներին եւս դուր կգային խորհուրդները, որոնք դուք տվեցիք եւ կկիրառեն։ Իսկ տղամարդկանց ինչպես հասկացանք առաջին հանդիպման ժամանակ պետք չի հագնել կոստյումներ։ Կոստյումներ կլասիկ, բայց ջինսերի հետ կարելի է։ Կլասիկ կոստյումների մասին է խոսքը։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Նմանապես շարունակելի։